Հաճեսը ոչ ենք խմում։ Ախպեր խմել եմ մենակ շաբաթ օրերը։ Շաբաթ իրիկունները։ Աշխատանքային օրերին չենք խմում, մինչև հունիս։ Խմելու ենք այսօր։ Ես չեմ խմում, ապել։ Հրան ջան, լավ ֆորմատ ես մտածել, բայց որ ես եմ հարցազրույցավոր, այտենց բարի հարցեր չեմ տալու։ Այդ նկատի ունես բանը, չէ, այդ մարտականի ձայնը։ Հա, ձայնը։ Հա, դե ավելի լավ, ես չունեմ, փորձ չունեմ ուղղակի։ Դե ուրեմն քո հետ եմ անում հարցազրույց։ հարցազրույց։ Ընտիր, շատ լավ, ապրես։ Ես մեծ հաճույք կուզեմ, պայմանավորվեցինք։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Տեր-Աբրամյանն եմ եւ սա քաղաքական օրագիրն է։ Այսօր կխոսանք ակտուալ թեմայից Հայաստան-Ամերիկա հարաբերությունների այս նոր որակից, նոր զարգացումներից։ Մինչ այդ դուք, ինչպես միշտ, լայքում եք մեր հաղորդումները, տարածում եք մեր հաղորդումները, իդեպ շատ շնորհակալ ենք, որ վերջերս իրոք շատ ավելի ակտիվություն է նկատվում մեր հարթակներում, գրանցվում եք մեր Patreon-ին, սկսած $5 կարծեմ, եթե այս անգամ սխալ չեմ ասում, անցյալ անգամ ինձ ուղեցին $5 տարբերակից, մինչև ինչքան որ ուզում եք, դա բնականաբար մեզ համար շատ կարևոր է, գալիս եք մարտական եղբայրություն, ծանոթանում եք, ներգրավում եք մեր թիմի մեջ, ներգրավում եք մեր ծրագրերի մեջ, ձեր պայծառ գաղափարներով, ձեր պայծառ մտքերով եւ ձեր ընկերասեր սրտներով, մենք ձեր կարիքը ունենք, կարծում եմ դուք էլ մեր կարիքը ունեք եւ չեք մոռանում, եթե չկա ծայրահեղ ինչ-որ արգելք, գրանցվել ազգային հեղափոխություն կուսակցության ցանկի մեջ, հիմնադիր ցանկի մեջ դեռ հնարավորություն ունեք գրանցվելու մինչև 300 հոգի։ Տեղերը սահմանափակ են եւ դառնալ համապատասխանաբար Հայաստանում առաջին եւ առայժմ վերջին հայկական անկախ քաղաքական ուժի հիմնադիր, որը մտնելու է պատմության մեջ։ Հիմա անցնում ենք մեր բուն խոսակցությանը, բուն թեմային։ Ես միանգամից ասեմ, որ ինչպես եւ հայ ժողովրդի մեծամասնությունը, ես իսկական շատ ուրախ եմ, շատ դրական եմ գնահատում եւ շատ կարեւորում եմ բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումը, ոչ միայն ընդհանրապես, այլև իսկականից սա ինչ որ առումով նորույթ է, որովհետեւ մեր այսպես կոչված անկախության տարիներին շատ այնց հայոց իմաստուններ նաեւ մեզ ասում էին, որ դա հնարավոր չի, որ մենք հավերժ պետք է կապված լինենք, գիտեք ում հետ, որ աշխարհը մեզնով հետաքրքրվող չի, որ մենք ոչ մեկին պետք չենք, իսկ եթե նույնիսկ պետք ենք, ամբողջ աշխարհը գրեթե միշտ մեր դեմ է լինում, այդ իմաստով ես պետք է ասեմ, որ օբյեկտիվորեն շատ դրական եմ գնահատում եւ Հայաստանի ապագա ցանկացած կառավարություն պետք է ամեն ինչ անի, որպեսզի ել ավելի զարգացնի այդ հարաբերությունները, ել ավելի առաջ տանի, բայց ցավոք սրտի ես այստեղ ունեմ լրջագույն մտահոգություններ, որ այս հնարավորությունը մենք ճիշտ չենք օգտագործում եւ ճիշտ չենք օգտագործելու եւ ավելին կարող է նույնիսկ վնասով դուրս գանք։ Իմ քննադատությունը ցավոք սրտի այստեղ գերակայում է։ Ես սկզբունքորեն շատ դրական վերաբերմունք ունեմ, բայց կոնկրետ իրականացումը իմ կարծիքով շատ լուրջ, ոչ միայն ուղղակի լուրջ քննադատության տեղիք է տալիս, այլև կարող է ելեմ ասել, պարզապես տապալի կամ վնասի այս գործընթացը, ինչպես որ ես օրինակ, եթե գիտեք նաև հայ-թուրքական հարաբերությունների ոչ թե զարգացման, այլ այսպես ասած փորձի կողմնակից էի, բայց հիմա այս թեմայից չեմ խոսում, որովհետև հասկանում եմ, որ այդ թեման կներեք, բայց փչացավ։ Շնորհիվ, որովհետև ցանկացած հարաբերություն, որքան է դա կարևոր լինի, պետք է հիմքում լինի ճիշտ փիլիսոփայություն, ճիշտ մոտեցում, ճիշտ քաղաքականություն, որպեսզի դու դրանից օգուտով դուրս գաս ցանկացած արտաքին հարաբերություն։ Նախ եւ առաջ ես ուզում եմ հիշեցնեմ եւ սա կարող է ոչ միայն ուղղակի հիշեցման առումով, այլև այդ իմ ասած փիլիսոփայական մոտեցման առումով, որ ճիշտն ասած, այս ինչը որ տեղի ունենում, այս զարգացումը, այս դրական զարգացումը, սա ցավոք սրտի մեր շնորհքը չի, մեր ասելով մեր կառավարության եւ մեր նախաձեռնությունը չի, որքան էլ հիմա իհարկե հակառակը փորձեն ներկայացնել, որ մենք շատ լավ հիշում ենք, որ պատերազմից հետո առաջին 2 տարին մեր այս նույն կառավարությունը խորապես խորը նստած էր ռուսական քաղաքականության, չգիտեմ, որտեղ ասեմ, էլի, ինչ որ տեղում խորապես նստած էր, տեղավորված էր ամբողջովին, ամբողջ նոյեմբերի 9-յան այդ տրամաբանությունը ռուսական խաղապահ զորք բերելը,
դիմադրությունը ռազմական դադարեցնել է, այդ ռուսական պլանին համաձայնվել է ռուսներին, այստեղ բերել է Ղազախստան զորք ուղարկել է, նախարարներ, այդում պաշտպանության նախարար ամենառուսական մարդկանց նշանակել եւ այլն, սա պատահականություն չէր, սա ընտրություն էր գիտակցված եւ այդտեղ էին եւ այդպես էլ եւ նույն այդ Զանգեզուրյան միջանցքի թեման, որ այդ ժամանակ ռուսների այսպես ասած կուրատորության տակ էր այդ թեմայով առաջ գնալը, ամեն ինչով բանակցություններ եւ այլն, եւ այդպես էլ շարունակվելու էր, չմտածեք որ այլ կերպ լինելու, եթե չլիներ մի կարևոր գործոն, եւ այդ գործոնը դիմադրության գործոնն էր, ես այն չեմ ուզում շեշտեմ, որտեղ այս ինչ որ մենք ունենք այսօր, այդ հնարավորությունը, դա դիմադրության շնորհիվ է, բայց ոչ մեր դիմադրության, ոչ մեր կամքի, մենք հանձնվեցինք, բայց կար մի ուրիշ պետություն եւ հիմա էլ կա մի ուրիշ ժողովուրդ, դա Ուկրաինայի պետությունն է, Ուկրաինայի ժողովուրդն է, որը չհանձնվեց, որը դիմադրեց շատ ծանր պայմաններում, թող ոչ մեկին չթվա, մենք շատ ենք խոսել այդ թեմայից, որ հեշտ է, եւ հիմա էլ շարունակում է, այսինքն հիմա էլ նահանջելով, չգիտեմ, անհաջողություններ կրելով ռազմի դաշտում շարունակում է, բանակը կազմաքանդված չի, պետության կամքը կա, նույնիսկ հակագրողներ են անում, նահանջը կազմակերպված է, բանակը չի կազմաքանդվել, ռազմական ուժը չի կազմաքանդվել նույնիսկ այսօր այդքանից հետո, եւ միայն դրա շնորհիվ է, որ մենք բոլորս այսօր դեռ ապրում ենք ոչ, այսպես ասած, միութենական պետության մեջ կամ չգիտեմ ինչ որ մի ուրիշ բանի մեջ։ Չմտածեք, որ այլ պատճառ կա, սիրելի ժողովուրդ, սա մենք պետք է գիտակցենք, ելի դիմադրության շնորհիվ, ուղղակի ուրիշի դիմադրության, ուրիշի արյան։ Մենք ճիշտը որ ասեմ, այդքան էլ արժանի չենք այս հնարավորությանը, բայց ինչև է սա եղել է։ Եվ ելի նույնիսկ այս պարագայում երբանից սկսվեց այս հարաբերության զարգացում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ընդհանրապես Արևմուտքի հետ, սա մենք չենք նախաձեռնել, Արևմուտքը ինքը եկավ մեր դուռը, այդ թվում ամերիկացիները, սա ճիշտ է նույն ժամանակահատվածն է, երբ որ ուկրաինական բանակը առաջին լուրջ հաջողություններ ունեցավ 22 թվականի աշնանը Խարկովի ուղղությամբ եւ կարծեմ Խերսոնի ուղղությամբ նաեւ այդ ժամանակ էր որ ուրեմն Նենսի Փելոսի այցը Հայաստան կատարեց եւ իրենք եկան եւ սկսեցին մեզ հետ հարաբերություն, ինչու՞, բարձ է, որովհետեւ մեծ ուրեմն քարտեզի վրա իրենք հասկացան, որ սա եւս մի տեղ է, մի պետություն է, որտեղ իրենք կարող են դիմակայել ռուսական քաղաքականությանը։ Այսինքն սա իրենց նախաձեռնությունը իրենք են եկել եւ դրանից հետո նոր Հայաստանի քաղաքականությունը, եթե փոխվել է իհարկե որակապես, սկսեց գոնե արտաքուստ լավ նվազագույնը ասենք, փոխվել։ Ինչն է այստեղ խնդիրը էլի, երբ որ իրենք եկան իրենց առաջարկներով, էլի մեր քաղաքականությունը, քանի որ մենք մնում ենք նույն փիլիսոփայության մեջ, մի քիչ անց դրա մասին ավելի մանրամասն կխոսենք, այսինքն մի տիրոջը փոխելու, մյուս տիրոջով, այլ ոչ թե դաշնակիցների գտնելու, էլի այդ պահին, երբ որ 22 թվականին ամերիկացիները եկան, մենք ոչ թե իրականում իրենց հետ բանակցեցինք եւ ասին, գիտեք, մենք էս ենք ուզում, այս պայմանները ունենք, լսում ենք ձերը, այլ բարձրապես կուրորեն ընդունեցինք այն ինչ որ իրենք ասացինք, այդպես է եղել։ Ինչ որ իրենք ասացին, օրինակի համար մենք կարող ենք ձեզ ռազմական օգնություն օրինակի համար սկսել տրամադրել, բայց միայն այս 29000 քառակուսի կիլոմետրի մեջ մենք դա պարզապես կուլ տվեցինք, որտեղ մեր փիլիսոփայությունը դա է մեզ ասում են, մենք անում ենք, մենք չասացինք մի վարքյան, բայց գիտեք, սենց խնդիրներ կան, սենց հարցեր կան, դու պետք է բանակցես, ինքն է եկել քո մոտ, որտեղ դու ես իրան պետք, բայց մենք քանի որ պրոտեկտորատի գուբերնիայի փիլիսոփայությունն ենք, մենք չենք պատկերացնում, որ մենք ինչ-որ մեկին պետք ենք եւ հայոց իմաստունները մեզ ներշնչել են, որ մեզ ոչ մեկին պետք չէ։ Դրա համար որ եկան ասացին սենց է, մենք միանգամից արեցինք սենց։ Սա անցել է, թվում է։ Իրականում ես ուզում եմ գամ, որ ցավոք սրտի նույն ձախող կատարելապես սխալ փիլիսոփայությունը այսօր ընկած է նույն այս հարաբերությունների հիմքում եւ դրա ապացույցն է, ուրեմն այս հատվածը վերջին հարցազրույցից պետության առաջին չգիտեմ ֆորմալ կարծեմ առաջին դեմքը ինքը չի վարչապետը։ Ես չգիտեմ մենք պարլամենտական հանրապետություն ենք, առաջին դեմքը երևի նախագահն է, հետո արժանախագահ, վարչապետը երևի երրորդն է։ Չգիտեմ ոնց է իրավականորեն, բայց փաստացի առաջին դեմքը։ Հայաստանի վարչապետը, երբ որ ինքը ասում է, որ տեսեք, աշխարհի թիվ 1 ուրեմն գերտերությունը, ու նախ գերտերություններ հիմա չկան, մեկն է միայն։ Հենց որ թիվ 1 այստեղ ավելորդ է։ Շանս կարող բառացի այդպես չի ասել, ես եմ հիշում։ Հայաստանին 99 տարվա երաշխիք է տվել, միտքն եմ, հա, փոխանցում բառացի չեմ բանում։ Եվ ուրեմն Հայաստանը առնվազն 99 տարի գոյություն կունենա եւ ինքնիշխանությունը գոյություն կունենա։ Սա կատարյալ
ասենք կեղծ փիլիսոփայություն է քաղաքական, որովհետև եւ այս հարաբերությունների փչացման հիմքն է նախ փիլիսոփայորեն, երկրորդը վերլուծական տեսակետից։ Փիլիսոփայական սա ճիշտ նույնն է, ինչը որ մինչև 2020 թիվը ասում էին բոլոր քաղաքական էլիտաները, այդ թվում նաեւ ռազմականները, որ Ռուսաստանը չի թողնի պատերազմ, Ռուսաստանը երաշխիք է, եւ ես նույնիսկ բարձրաստիճան սպաների հետ որ խոսում եմ, ասում են դե մենք չենք պատկերացնում, որ պատերազմը կարող է երկար տևել, 3-4 օր կտևի, Ռուսաստանը կկանգնացնի նույնիսկ բանակներ այդ մտածողության մեջ, որտեղ քաղաքական վերնախավից է դա գալիս, եւ մենք տեսանք ինչով ավարտվեց, դա մեր պատմության մեջ անդադ է կրկնվել, դա մենք ենք սխալ ընկալում, այստեղ ոչ թե այդ օտար տերություններն են նույնիսկ մեղավոր, մենք ենք սխալ ընկալում, որ օտար տերությունը կարող է երաշխավորել քեզ քո գոյությունը, քո ինքնիշխանությունը եւ այլն, այսինքն մենք արտաքին հարաբերությունը, դաշնակցի հետ հարաբերությունը շփոթում ենք հովանավորության հետ եւ հետո զարմանում ենք ինչու այդպես եղավ։ Սա նույն փիլիսոփայությունը եւ նույն ձախողումն է դրան սպասում, եթե մենք դրան հավատանք։ Ես իհարկե հասկանում եմ, որ դա մեր ժողովրդի զգալի մասին, այսպես ասած, ականջներին մեռոն է, բայց ցավոք սրտի դա այն փիլիսոփայությունն է, որը մեզ վերջին մեր 100 եւ ավելին տարիների մեջ անընդհատ բերել է պարտությունների, ձախողումների, կործանումների եւ անընդհատ հետո մենք ողբացել ենք, բայց տենց էլ չենք հասկացել պատճառը։ Հայաստանի գոյության միակ երաշխիքը Հայաստանի Հանրապետությունն է, եթե մենք իրոք ինքնիշխան պետություն ենք եւ նոր դրանից հետո ինքնիշխան պետությունը փնտրում է դաշնակիցներ, բայց եթե դու ասում ես, որ երաշխավորել է թեկուզ աշխարհի թիվ 1 պետությունը, քո գոյությունը 99 տարով, նշանակում է պրոտեկտորատի կամ պրոտեկտորատ բառը կարող է շատերը չգիտեն, ֆորպոստ բառը գիտեք, ֆորպոստի փիլիսոփայությունն է սա եւ տարբերություն չկա թե դու ում ֆորպոստն ես ուզում դառնալ, սա ֆորպոստի փիլիսոփայությունն է, ֆորպոստին են երաշխավորում դրսից գոյություն եւ սա ցավոք սրտի շարունակում է մնալ մեր փիլիսոփայություն, ես դրա համար եմ ասում իրականում բան չի փոխվել։ Այդ արտաքին փոփոխությունը մենք չենք ազատագրվել, մենք շարունակում ենք ֆորպոստ մնալ մեր փիլիսոփայությամբ եւ վաղը, երբ որ ռուսները վերադառնան, այս նույն մարդիկ, որով նույն փիլիսոփայության կրողն են, նաեւ ռուսական այդ երաշխիք կընդունեն, չմտածեք մի վարքյան թե դիմադրելու են։ Բայց բացի փիլիսոփայությունից, լավ կասեք դե փիլիսոփայությունն էլի հրանտը փիլիսոփայությունից է խոսում, դե հերիք հայելի կոնկրետ բաներից, խոսա կոնկրետ բաներից եմ խոսում, վերլուծական տեսակետից, նշած վերլուծությունը լավ այդքան կոնկրետ բան չի, բայց գոնե փիլիսոփայությունից ավելի կոնկրետ է հատվում, նույնպես կատարյալ սխալ է։ Այսօրվա աշխարհում լավ, եթե դու շարքային քաղաքացի ես, հարց չկա, բայց եթե դու քաղաքական գործիչ ես, մտածել, որ այսօրվա այս դինամիկայում համաշխարհային հարաբերություն 99 տարվա երաշխիք, ինչ որ մեկը կարող է տալ, նույնիսկ եթե մի կողմ մոռանանք պրոտեկտորատ, ֆորպոստ եւ այլն, սա նշանակում է էլի ես շատ եմ սա ասում, ասիկին որտեղ եք դուք ապրում, որտեղ եք դուք ապրում, դուք քաղաքական գործիչներ եք, լավ, դուք գոնե ամենօրյա, չգիտեմ, մամուլը չեք կարդում, եվրոպական դայջեստ չեք ստանում, այսինքն մարտական եղբայրության չափ էլ չկա, որ ամեն օր ապահովեք այդ դայջեստը, կարդաք, տեսնեք ինչ են գրում, ասենք, որ ասում է, ինչ են գրում թերթերը։ Ասենք ինչ են գրում օրինակ եվրոպական թերթերը, ամերիկյան թերթերը։ Մենք որտեղ ենք ապրում, ինչ 99 տարվա երաշխիք։ Սա մեր ժողովրդին խաբում ենք մենք, որովհետև այսօր հենց նույն եվրոպացիները ասում են ամերիկյան անվտանգության երաշխիքը էլ չի գործում, ոնց որ գործել է Եվրոպայի դեպքում, ասենք 40-ական թվերի վերջից 50-ականների սկզբից, քանի տարի, հիմա չեմ կարող հաշվեմ միանգամից կներեք, թույլ եմ թվաբանությունից, չի գործում, ասում են Եվրոպան այլևս չի կարող հույսը դնել ամերիկյան անվտանգության երաշխիքի վրա, մենք պետք է մտածենք, հասկանանք ոնց ենք մեր ռազմական ոլորտը, անվտանգությունը, պաշտպանությունը եւ ոչ միայն մտածում են, այլև կոնկրետ քայլեր են փորձում անել, ռազմական բյուջեներ են փոխում, զորավարժություններ են անում, բանակի կառուցվածքն են ուզում փոխեն, մոտեցումն են ուզում փոխեն, քաղաքացիներին ներգրավել պաշտպանության մեջ, որտեղ հաշվարկում են զորավարժություններով, վերլուծություններով, ամեն ինչով, տեսնում են չեն կարող սեփական ուժերով այս պահին, ասենք, եթե Ռուսաստանի հետ պատերազմի մի քանի ամիս, ոչ Բունդեսվերն է կարող, այս վերջի զորավարժությունները դա ապացուցեցին, իրենք են ասում, ես չեմ ասում, անգլիացիներն են հաշվել, տեսել են 6 ամիս կարող են դիմադրել, էլ չեմ ասում մնացածների մասին։ Իսկ մենք այսօր մեր ժողովրդին խաբում ենք, ասում ենք 99 տարվա Ամերիկայի երաշխիք, երբ որ Ամերիկայի երաշխիքը Եվրոպայի նկատմամբ այսօր ոչ թե չի գործում, բայց արդեն այն ձևով չի գործում, մարդիկ
վստահ չեն արդեն, որ գործելու թե չէ։ Մյուսը, եթե մի կողմ թողնենք դա 99 տարին, երբ որ մենք տեսնում ենք, որ աշխարհը արմատական փոփոխությունների մեջ են, 99 տարի անց հաստատ այս աշխարհը չի լինելու, եւ բացի այդ ամենից դրվել է այսօր նաեւ այդ հենց գերտերության կարգավիճակի հարցն է դրվել, եթե ինչի՞ց է այս ամբողջ խնդիրը, հենց այդտեղից է սկսվում, որ եթե 91 թվականից մինչև պայմանական 2010-ականները, ինչ որ մի թիվ պայմանական 2010-ականներ, Ամերիկայի գերակայությունը թիվ 1 լինելը մեծ հաշվով եղել է անվիճելի, ճիշտ է, տեսել են, որ Չինաստանն է աճում, չգիտեմ ավելի մանր-մունր ինչ որ մարտահրավերներ են լինում, բայց անվիճելի է, այսօր անվիճելի չի, եւ Ամերիկայի քաղաքականությունը նաեւ դրան է այսօր ուղղված, շատ անգամ թվում է քաոտիկ, բայց հիմնական խնդիրը գնալով հենց այդ Չինաստանի խնդրի վրա է կենտրոնում։ Ես չեմ սիրում այդ մեր մարտականությունից կարգել եմ դրա Չինաստանի մասին խոսալուց, որտեղ հաճախ դրանք պարափոխսակցություններ են վերածում, բայց կոնկրետ բան է դա։ Այսօր դա վիճարկվում է, մենք չգիտենք 99 տարի հետո ով է լինելու գերտերությունը թիվ 1, թիվ 2, թիվ 3։ Ես այնպես չի որ ամերիկյան քաղաքականության մեջ sense սիրահար եմ, հասկանում եմ, որ դա մի օր ավարտվել է, բայց համենայնպես Չինաստան կամ Ռուսաստան անկեղծ ասած էլ ավելի քիչ կուզեն։ Այ բայց հիմա այդ մեր ուզելով չի։ Այսօր հարցը դրվում է, այսօր արդեն բոլոր ոլորտներում, մենակ տնտեսությունը չի, այսօր ասենք նույն միջուկային ուրեմն այդ բաների մարտագլխիկների քանակի կտրուկ աճը Չինաստանը գրանցում եւ դա լուրջ խնդիր է դառնում եւ ամենի մի խոսքով չխորանամ, երբ դուք էլ շատ եք գիտեք, այսինքն այսօր ես ուզում եմ ասեմ դա ասել մեր ժողովրդին, դե կներեք դա ուղղակի մոլորեցնել է, խաբել է էլի հերթական անգամ մեր խեղճ ժողովրդին, արդեն որերորդ անգամ էս տասնամյակների, հարյուրամյակների մեջ մեր դանելի նույն ձևի խափում է եւ հետո ժողովուրդը գալիս է դրա հետևանքները մարսում է։ Մի բան էլ է ուզում ավելացնել։ Երբ որ մենք ասում ենք այո Ամերիկայի հետ հարաբերություններ, ես էլ դրական եմ գնահատում, բայց մենք պետք է չմոռանանք սա Հայաստան-Ամերիկա հարաբերություններ չեն, դրա շանսը մենք կորցրեցինք, դրա շանսը մենք ունենայինք, եթե մենք շարունակեինք դիմադրությունը պատերազմում, ես էլ լուրջ եմ ասում, շարունակեինք, ոչ թե ընդունեինք ռուսական պլանը, որը մինչև հիմա ասում ենք, համոզում ենք ինչ լավ է, ուրիշ տարբերակ չունենք, պետք է ընդունենք, համետ ռուսների դեմ ընդվզում էինք, բայց ռուսների դեմ ռեալ ընդվզում էինք, ինչի ռուսական պլանը ընդունեցիք նոյեմբերին, ինչի եք մինչև հիմա կարտեցյալ հակառուսներով ասում հա նոյեմբերի 9-ը ճիշտ էր, լավ էր, իսկ դուք իրական որտեղ դրանից ավելի ռուսական քաղաքական պլան գոյություն չունի այս աշխարհի երեսին, սա է եղել, դուք դա ընդունել եք, եթե չընդունեիք եւ դիմադրությունը շարունակվեր, Արցախում, Արցախից դուրս կարևոր չի, որտեղ դա ասել եմ Արցախի հարց չէր, Հայաստանի հարցեր, անկախություն հարցեր։ Մենք ունենայինք այո նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություն, հենց Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ ֆորմատով լավ դա անցել է։ Հիմա մենք պետք է չմոռանանք, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան-Ադրբեջան, sense ավելի լայն իհարկե, բայց տվյալ մեր տեղայնացած Հայաստան-Ադրբեջան հարաբերությունը եւ մեծ հարց է դեռ, որի վրա, որն է ավելի ուժեղ զարգացող, Համենայն դեպս մենք պետք է հասկանանք, որ այս ֆորմատում մենք թույլն ենք։ Թույլն ենք, որտեղ մենք ենք ընդունել մեզ որպես թույլ, մենք ենք մեզ այդպես դիրքավորել եւ այստեղ բնականաբար ուժեղ է այս զույգում, տվյալ դեպքում Ադրբեջանն է, ոչ միայն որտեղ ինքը հաղթել, այլ որտեղ ինքը այդ հաղթանակը քաղաքականապես կապիտալիզացնում է, ոչ թե մեր մանասում։ Դե մենք ինչ ա եղել, ճակատամարտ ենք հաղթել, պետքա գնանք հայերի հետ կոմպրոմիսի, ոչ ինքը քաղաքականացում կապիտալիզացնում է իր հաղթանակը եւ այստեղ մենք Եթե այս ձևով է շարունակվում, մենք հայտնվում ենք ըստ էության թույլի դիրքում, ըստ էության այս հարաբերությունների մեջ մեկը գերակայողը մնում է Ադրբեջանը եւ մենք շատ հաճախ հենց այս ամերիկյան կոնտեքստում ընդունում ենք ադրբեջանական պահանջները, ոնց որ շատ խոսել եմ այդ նույն օգոստոսի 8-ի հայտարարության այդ կետերը, սկսած այդ այսպես կոչված թրիփից, որը նույն Ադրբեջանի լեզվով Զանգեզուրի միջանցքն է եւ իրական տրամաբանությամբ միջանցք է վերջացած այդ մյուս կետերով, որոնց մասին խոսել եմ եւ ցավոք սրտի ըստ էության է ինչ որ մենք այսօր փորձում ենք կառուցել մոտավորապես այն նույն սովետական մոդելն է, ուղղակի սովետը Ռուսաստանը չի, այս ամեն անգամ Ամերիկան է, Հայաստան, Ադրբեջան այդ ուտոպիստական խաղաղությունը, որտեղ Հայաստանը ենթակա դիրքում է, գործունողի դիրքում է, պարտվածի, պարտությունը ընդունածի, պարտության հոգեբանության առաջնորդվողի դիրքում է, այդ նույն էներգետիկ համակարգեր եւ այլն ասել եմ, այդ սովետի վաղ դա ամեն ինչ եղել է, մի վարկանում կործանվել է, մենք այդ ամեն ինչը տեսել ենք, հիմա նորից նույնն են անում։
Եվ այստեղ մեղավորը իհարկե տվյալ դեպքում էլի ոչ թե ամերիկացիներն են, ինչպես այն ժամանակ ոչ թե ռուսներին, այլ մենք ենք, որ այս հարաբերությունների տրամաբանությունը ընդունել ենք հենց այս կոնտեքստում եւ ցավոք սրտի մենք եւ հնարավոր է նաեւ մեր սերունդները, որտեղ իհարկե մենք մի օր փոխենք այս կառավարությունը, ազգային հեղափոխություն կանենք, բայց այդքան արագ, շատ արագ եւ շատ հեշտ արդեն չենք կարողանա շատ բաների տակից դուրս գալ։ Դրա համար ասում եմ նույնիսկ սերունդների հարց կարող է լինել, որ մենք այս ֆորմատը կարողանանք վերաձևակերպենք, դարձնենք ավելի ճիշտ հարաբերություններ եւ ճիշտ փիլիսոփայությամբ եւ ճիշտ ուրեմն դիրքավորմամբ եւ այլն։ Այս է ես ուզում ասեի, մի քիչ արագ գուցե տեղավորեցի մի քանի այսպես միտք, բայց ուսամ տրամաբանությունը հասկանալի է, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։